ինչ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունից հետո։ Փոխվել է ինձ համար ամենակարևոր բանը, որ փոխվել է հետևյալն է։ Հայաստանի Հանրապետության վարչապետը փողոցում հանդիպում է երեխայի, որ նրան ասում է, ես քեզ սիրում եմ, եւ վարչապետն էլ իրեն ասում է, ես էլ քեզ եմ սիրում։ Երկու 2018 թվականի հեղափոխությունից հետո հետևյալն է փոխվել, որ տատիկ պապիկները Հայաստանի Հանրապետության տեսնում են Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ասում են, ես քեզ սիրում եմ, եւ վարչապետն ասում է, ես էլ ձեզ եմ սիրում։ Կանայք, տղամարդիկ, բոլորը քաղաքացին, մարդիկ, ժողովուրդը էսա փոխվել, որ կառավարությունը ժողովրդին ասում է, ժողովուրդ ես քեզ սիրում եմ, ժողովուրդը ասում է, ես էլ քեզ եմ սիրում, էսա փոխվել։ Մենք կարող ենք հաշվել եւ կհաշվենք դրամներ, կիլոմետրներ, տոննաներ, բայց սերը չի կարելի հաշվել, սերը գին չունի, սերը հնարավոր չէ գնանշել, եւ սերը այն ամենակարևոր բանն է, որ տիրում է Հայաստանում, եւ ես եկել եմ ձեզ ասելու, որ ես ձեզ սիրում եմ, ես ձեզ սիրում եմ։ Բայց այնուամենայնիվ, վերադառնալով թվերին, բայց էլ եմ լացում, գիտեք մենակ դուք եք լացում։ Ջուր կտակ, բաժա։ Վերադառնալով թվերին, ժողովուրդ, ես երջանիկ եմ ուղղակի, ես երջանիկ եմ ուղղակի տեսնելով, որ այսօր մեր թոշակառուների կյանքը իրոք փոխվել է։ Մենք ասում ենք 10,000 դրամով ենք թոշակները ավելացել, իրականում 20,000 դրամով ավելացել, իրականում ես երջանիկ եմ տեսնելու, գիտեք ինչ պատահական տներ եմ մտնում, եւ մարդիկ ասում են մի շաբաթ առաջ վիրահատվեցի շնորհակալություն, մի ամիս առաջ վիրահատվեցի շնորհակալություն, գնում եմ վիրահատվելու շնորհակալություն, փողոցներում մարդկանց ենք տեսնում, ովքեր դեղերը, տոպրակով դեղեր են ստացել, եւ նախկինում, որ ամիսը 30-40,000 դրամ էին վճարում դրա համար, հիմա դա ստանում են իրենց պետության կողմից, որովհետեւ իրենց պետությունը իրենց սիրում է։ Ես ասում եմ, ինձ համար այդ պատկերն ամենակարևորը, մեր ընտանիքներում, մեր սիրասուն ընտանիքներում, երբ մեկը, մեր ընտանիքների անդամներից մեկը հիվանդանում է, նրա կողքին, նրա հիվանդի մահճակալի կողքին այդ պարտադիր հայտնվում է մի աթոռ, այդ աթոռին նստած նրա ամենահարազատ եւ ամենահոգատար մարդը։ Հիմա Աստված բոլորիս առողջություն տա, Աստված տա ոչ մեկ հիվանդանոցի կարիք չունենա, բայց ով որ հիվանդացավ, հիմա այդ հիվանդի կողքին երկու աթոռ դրած, մեկին նստած է իր ընտանիքի անդամը, մյուսին նստած է իր պետությունը, իր հարազատ պետությունը, իր սիրելի պետությունը։ Ես երջանիկ եմ տեսնել, Սյունիքում ենք, Սյունիքի մասին եմ խոսում։ Երջանիկ եմ տեսնել, թե ինչպես են փոխվում Սյունիքի քաղաքները, Սյունիքի բնակավայրերը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։